Ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատև խաղաղության համար։ Այս մասին կառավարության ղեկավարն ասել է Երևանյան երկխոսություն ֆորումի շրջանակներում, համոզմունք հայտնելով, որ խաղաղության գործընթացն ու պահը չպետք է բաց թողնվեն։ Փաշինյանը հղում անելով փորձագետներին քիչ հավանական համարեց, թե դատարանը խաղաղության պայմանագրի տեքստը հակասահմանադրական կճանաչի, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ եզրակացությունից հետո։ Բայց ինչպես Փաշինյանն ընդգծեց, դատարան է։ Համապատասխանաբար խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի տարածքները։ Սակայն դա ամբողջ պատմությունը չէ, քանի որ ինչպես արդեն ասացի, մենք կարողացել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնության գալ եւ համաձայնեցված տեքստում արդեն դրույթ կա այն մասին, որ կողմերը հաստատում են, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմաններ եւ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը։ Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր իշխանական падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նվազագույն ժամկետներով ծառայելու օրինագիծը, որը հանրության եւ փորձագետների կողմից մեկնաբանվում է որպես բանակից ազատվելու նախագիծ, հետաձգվեց։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատյանն ասաց, որ դեռ պիտի քննարկվի նախագիծը եւ որ նաեւ հանրային արձագանքն է պատճառը, որ որոշել են նորից քննարկել ու փոփոխություններ անել։ Այսօր ազգային ժողովում էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ Խաչատրյանի նախարարությունն էլ առաջարկներ ունի, թե ինչ առաջարկներ է արել պաշտպանության նախարարությունը դեռ չեն հրապարակում։ Միաժամանակ նախագծից չեն հրաժարվում այն համարելով կարևոր եւ անհրաժեշտ։ ՔՊԱ падգամավոր Հայկ Սարգսյանն ավելի ուշ հայտնեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ խմբակցության մի քանի անդամ չէր կարողացել ներկա գտնվել, սակայն նրա խոսքով արտահերթ նիստ կհրավիրվի մինչև հունիս, որտեղ էլ կքննարկվի այն, իսկ հունիսի երկրորդ կեսին արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի։ Նախագծով առաջարկում է 1 ամիս ծառայելու համար 24 միլիոն, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ վճարել։ Կառավարությունը հավանություն է տվել մեծ աղմուկանաց այս օրինագծին։ Պաշտպանության հանձնաժողովի անդամներից Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի էր, որ քննարկումն ընդամենը 2 րոպե առաջ չեղարկվեց, հատկապես երբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում էր։ Որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա եւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհանուր մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացական եզրակացությունը։ Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան, եթե ասում են, որ կոռուպցիա կա, կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական եւ այլ տարբեր կատեգորի։ 7 տարի առաջ, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, թեզերը հետևյալն էին. Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի բավարար կրթություն, ունի բավարար գիտելիքներ եւ հմտություն, միայն թե նրան թալանում են, դրա համար նա չի կարողանում զարգանալ, աճել, հարստանալ։ Այս մասին հայտարարել է Հայաստանը ԵՍ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
7 տարի հետո փաստորեն նրանք հասկացան, որ միակ խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, այլ ասած, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տգետ է, անաշխատունակ եւ ոչ աշխատասեր է։ Դրա համար չի կարողանում հարստանալ եւ զարգանալ։ Այդ թվում ասած աղքատությունը ձեր գլխում է։ Հայտարարեց, որ անգլերենի չիմացությունը բացասաբար է անդրադառնում մոշի աճեցման վրա։ Այս բոլոր ձևակերպումները, ինչի մասին խոսում եմ, դրանք կրթության մասին չեն, դրանք գալիս են հիմնավորելու այն թեզը, որ տգիտության մասին է, նկատել է Սարգսյանը։ Երևանյան գագաթաժողովի շրջանակներում ունեցած իր ծավալուն ելույթի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջին։ Նա վերահաստատեց Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է իր համար, բայց մյուս կողմից նկատեց ուզում են հավաստիանալ, համոզվել, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում հակամարտությունը փակել եւ այն տեղափոխել Հայաստանի տարածք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգը ընդունելի է մեզ համար եւ մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչու ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ը անվանել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան եւ գիտեք, մեր դիրքորոշումն այդ հարցի Այս հայտարարությունից անմիջապես հետո Ալիևն այսօր կրկին Հայաստանն անվանեց Արևմտյան Ադրբեջան, խոսեց այսպես ասած ադրբեջանական պատմական հողերի մասին, որտեղից արտաքսվել են իր հայրենակիցները։ Նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր հետաձգվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Դատավորը հայտնեց, որ Սերյան Օհանյանի փաստաբանից ստացվել է տեղեկանք այն մասին, որ Օհանյանը ստացիոնար բուժում է ստանում։ Մաղթենք նրան առողջություն, ասաց դատավորը, եւ քանի որ գործը չէր կարող քննվել մեղադրյալի բացակայությամբ, նա այն հետաձգեց։ Այսօր դատարանը համաձայնություն տվեց Արմեն Գևորգյանին մեկնել Լեհաստանում կայանալիք ընտրություններին եւ ԵԽԽՎ նիստին հետևելու համար։ Հաջորդ հանդիպումը նշանակված է հունիսի 17-ին ժամը 15:00-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրիվ խելագարվել է, նախազգուշացնելով, որ եթե նա փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը։ Սա Թրամփի ամենակտրուկ հրապարակային մեկնաբանությունն է Կրեմլի ղեկավարի հասցեին։ Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա լրիվ խելագարվել է, գրել է Թրամփը իր սոցիալական մեդիայի հարթակում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով իր ռուս պաշտոնակիցն անիմաստ կերպով սպանում է շատ մարդկանց։ Թրամփը շեշտել է, որ ոչ միայն զինվորների մասին է խոսում, հավելելով, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Ավելի ուշ սոցցանցում գրառման մեջ նահանգների ղեկավարը նաև կոշտ քննադատություն է հնչեցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին, ասելով, որ նա լավություն չի անում իր երկրին, խոսելով այդ ոճով։ Ֆրանսիան քաջալերում է Ադրբեջանի ստորագրել խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ։ Այս մասին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։ Ես եկել եմ Հայաստանում եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցություն, որը Հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի կայուն, ամբողջական եւ անխախտ։ Նախ եւ առաջ աջակցություն խաղաղության համաձայնագրին, որը դժվարին բանակցությունների միջոցով ի վերջո եկել է համաձայնության եւ ցանկանում եմ այստեղ ողջունել նաեւ վարչապետ Փաշինյանի համարձակությունը, ինչպես իմ Ոնց Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ այն վավերացնելու։ Ահա ինչ է սպասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Աջակցություն Հայաստանի սուվերենությանը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականությանը։ Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը, լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունը, իր սուվերենությունը։ Աջակցություն նաև Հայաստանի ժողովրդավարությանը,
Վերջինս նշել է, որ Ֆրանսիան շարունակում է մնալ Արցախից տեղահանվածներին, նաև Հայաստանի կողքին, ապա հայտնել, որ իր երկիրը Գորիսում հյուպատոսություն է բացելու։ Հարկ եմ համարում նաև ընդգծել մեր համագործակցությունը պաշտպանական ոլորտում թե մասնագետների վերապատրաստումների, թե սպառազինությունների տրամադրման հարցում։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովելու երկրի պաշտպանությունն ու սուվերենությունը, նշել է նա, հավելելով, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները երբևէ այսքան ինտենսիվ եւ վստահելի չեն եղել։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր մայիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժողովրդին հայտնի Կորեայի ձորում շրջանցիկ թունել, շրջանցիկ թունել, այդպես կոչված փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Զոնգտոնգա ավտոբուսը դերևս անայդ հանգամանքում թեպետ վարորդը արդեն հայտնել է, որ ավտոմեքենան այս վթարի վայրից մոտ մի քանի մետր հեռավորության վրա իրենց ոնց որ ասում են դիսպեչերական կետն է կանեցն է, ավտոբուսը իրան առաջ է ընթացել, բախվել այնտեղ բետոնե ցանկապատեր կան դրանց, ապա գազախողովակներին կոտրել մի քանի գազախողովակի երկաթե հենասյուները եւ բախվել բնակչի տան պատին։ Մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Թն Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Magnus-ի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Նուբար Ային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախտեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Արարատ բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։